Ի տարբերություն նախորդ տիմընտրությունների, այս անգամ համայնքների ղեկավարների միջև ընտրապայքարը թեժ է եղել նաև գյուղական համայնքներում, հատկապես խոշոր գյուղերում՝ Ախուրյան, Ազատան, Երազգավորց, Բենյամին եւ այլն։ Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը կեսկատակ կեսլուրջ նշում է, որ համայնքների ղեկավարների պաշտոնի համար մրցող թեկնածուները ընտրակաշարք չեն բաժանել, բայց պայքարել են մինչև վերջ։ Լուրջ պայքար էր ծավալվում, հատկապես Ջաջուրում 3 թեկնածու էր պայքարում, Կամոյում 3 թեկնածու էր պայքարում, Ջրարադում 2, Ախուրյանում 4, Ղարիբճանյանում 4, Երազգավորսում 3, Բենյամինում 2 թեկնածու։ Բավականին լուրջ մրցակցություն էր գնում եւ դրանից փաստորեն որով եւ պայմանավորված է ակտիվության տոկոսի բարձր լինելը։ Այս ընտրատարածքի 3 համայնքում Հովիտ, Ախուրիկ եւ Բայանդուր տեղի են ունեցել միայն Ավագանու անդամի ընտրություններ։ Հանձնաժողովի ներկայացուցիչն ասում է, որ Ավագանու թեկնածուների թիվը եւս մեծ է եղել։ Ակտիվություն է նկատվել նաեւ ընտրողների հարցում։ Իրենց քաղաքացիական պարտքը կատարել են ընդհանուր առմամբ ընտրողների 50%-ը։ Երկար տարիների փորձը ինձ բերեց այն եզրակացության, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ի տիմընտրությունները իր մասնակցությամբ, ակտիվությամբ բավականին շատ բարձր էր։ Այսպիսի ցուցանիշ շատ տարիներ առաջ երևի եղած լիներ կամ չլիներ։ Մաքսիմ Շահբազյանն ընտրողների ակտիվությամբ է պայմանավորում նաև որոշ ընտրատեղամասերում գրանցված ընտրախախտումների դեպքեր, որոնք սակայն էական նշանակություն չեն ունեցել ընտրությունների ընթացքի ու արդյունքների վրա։ Մեր սպասարկած գյուղական համայնքներում աղաղող փաստերի մենք չհանդիպեցինք։ Եղան, ասեմ թե չկային, կային, որտեղ աշխատանք այնտեղ բաստողում ու թերություն դա բնական է։ Եթե թերություն չլինի, ուրեմն այդտեղ աշխատանք չի եղել։ Առանց լուրջ խախտումների է ընթացել նաև թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ներառված համայնքների տիմընտրությունները։ Նախկին Ամասիայի եւ Աշոտսկի տարածաշրջաններում համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում ձևավորվել է 4 համայնք իրենց նորընտիր համայնքի ղեկավարներով։ Նախնական տվյալներով այստեղ կարող ենք շեշտել, որ ընտրվել է Հարությունյան Ջեման։ Այս Ամասիայի համայնքն է։ Արպիի համայնք, այդ Ամասիայի վերևի ենթաշրջանն է, ինչպես գիտեք, այնտեղ նախնական տվյալներով, ասեմ հերթականությամբ, Ախալցխեցյան Երվանդ Սաշիգի 223, Ղարիբյան Մերգել Մուրադի 366 եւ Մանուկյան Վանիկ Ռուբենի 300։ Այստեղ կարող ենք շեշտել, որ ընդրվել է նախնական տվյալներով 366-ային հավաքած Ղարիբյան Մերգելը։ Հաջորդը Աշոտսկի ենթաշրջանն է, առաջինը Աշոտսկի եւ Աշոտսկի ենթաշրջանի գյուղերն է։ Այստեղ էլ կարող ենք շեշտել նախնական տվյալներով ընդրված է համարում Ալոյան Արթուր Մերուժան Սարապատ։ Այստեղ էլ կարող ենք նշել, որ նախնական տվյալներով ընդրվել է Խաչատրյան ներողություն Մանուկյան Արտուշ Սուրենի։ Ինչ վերաբերում է նույն ընտրատարածքում գտնվող Ախուրյանի տարածաշրջանի 17 համայնքին, ապա այստեղ վերընտրվել են գործող գյուղապետերը, բացառությամբ 2 համայնքի։ Հացիկի համայնքում նոր համայնքապետ է ընտրվել Ներսեսյան Կարենը նախնական տվյալներով, որտեղ որ գործող գյուղապետը չէր առաջադրվել, դա նշեմ։ Իսկ հաջորդը Հովունի համայնքի ղեկավար նախնական տվյալներով ընտրվել է Խաչատրյան Լևիկը։ Այս ընտրատարածքում եւս ընտրողների ակտիվություն է գրանցվել։ 26463 ընտրողից քվեարկել է 13274-ը։ Ալա Բաղդասարյան, Խան Հովհաննիսյան, այսօր։